Տիկին Ղազարյան տևական ժամանակ է տեսնում ենք, որ Ադրբեջանում ակտիվացրել են կրկին արևմտյան ադրբեջանցիների թեզը, Ալիևը կրկին սկսել է խոսել նրանց վերադարձի իրավունքների ու հնարավորությունների մասին, այ մենք տեսնում ենք, որ 2 ամիս է մի քիչ ավելի, որ խոսվում է այն մասին, որ պայմանագրի խաղաղության պայմանագրի բոլոր կետերը համաձայնեցված են, բայց մյուս կողմից տեսնում ենք Ադրբեջանի արհեստական թեզերը, նախապայմանները, որ օր-օրի ավելանում են, առաջ են քաշվում, այս պայմաններում արդյոք դուք հնարավորություն տեսնում եք խաղաղության գնալու իմաստով եւ նաեւ ինչ միտում ունեն այս թեզի շրջանառությունները նույն արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասով։ Քանից էս հայտարարել են եւ արտգործնախարարությունը խոսնակի մակարդակով արձագանքել է այս հայտարարություններին, Հայաստանի Հանրապետության համար անդրադրել է ցանկացած խոսույթ, որը կարող է ընկալվել որպես տարածքային պահանջ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ եւ այս իմաստով մեր դիրքորոշումը բնականաբար անփոփոխ է, մեզ համար կարմիր գիծ է, որևէ խոսույթ, որը կարող է տպավորություն ձևավորել, որ մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ ուրեմն կա խորժակ Այս իմաստով կարևոր է, որպեսզի բանակցային գործընթացը շարունակվի այն տրամաբանությամբ, որում գործել է, եւ ես ուզում եմ արձանագրել, որ Ալբանիայում թերևս երկու երկրների ղեկավարների հանդիպումը նշանակալի է, որովհետեւ խոսակցությունը այնուամենայնիվ տեղի ունեցել խաղաղության բանակցային գործընթացի հետագա զարգացումների մասով եւ ակնկալում ենք, որ այնքան ուրեմն ուժ եւ քաղաքական կամք պատրաստ են ներդնել ադրբեջանական կողմի ներկայացուցիչները, որքան նախկինում, որպեսզի կրկին բանակցային գործընթացը չկանգնի։ Մենք մեր կողմից այդ քաղաքական կամքն ու ներուժն ունենք։ Վերջերս նաև Ռոբերտ Քոչարյանն էր ասուլիս տվել ու իր ասուլիսի ժամանակ անդրադարձել էր այս արևմտյան Ադրբեջանի թեզին, ասել էր, որ իշխանության կողմից առաջարկվող իրական Հայաստանի կոնցեպտը, թեզը տեղավորվում է արևմտյան Ադրբեջանի հասկացության մեջ, այս կոնցեպտի մեջ։ Նախ ինչպես կմեկնաբանեք եւ նաև Ալբանիայի հանդիպմանը անդրադարձակ, հանդիպումն էլ էր վերլուծել ճակերտավոր ասած Ռոբերտ Քոչարյանը ու նկարներից ասում է, որ երևում էր, որ հստակ Ալիևը թելադրողի դիրքում էր, Փաշինյանը լսողի, ենթարկվողի, ընդհանուր առմամբ ինչպես կմեկնաբանեք այս հայտարարությունը։ Իրական Հայաստան կոնցեպտը ենթադրում է մեղրին չփոխանակել, չզիջել Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, այլ ընդհակառակը ներդնել ամբողջ ներուժը ռազմական, դիվանագիտական պաշտպանելու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը, եւ ես կարծում եմ, որ մեր քաղաքացիները շատ լավ ընկալել են իրական Հայաստան կոնցեպտը, որտեղ որ մարդու արժանապատվությունն է, քաղաքացու կյանքի որակի բարելավումն է եւ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի հավասարաչափ զարգացման կոնցեպտը կա եւ այս առումով ես կարծում եմ, որ լավ կլինի պարոն Քոչարյանը իրապես ծանոթանա, թե ինչ նկատի ունենք մենք իրական Հայաստան ասելով եւ ինչ ենք պատրաստ անել դրա համար։ Իսկ ինչ վերաբերում է վարչապետի կեցվածքին, ես իհարկե համաձայն չեմ երկրորդ նախագահի դիտարկումներին, կասեմ ավելին, ես կարծում եմ, որ քաղաքական ուժեղության նշան է նախաձեռնողականությունը եւ նվիրումը խաղաղության օրակարգին եւ որը դրսեւորվեց Ալբանիայում վարչապետը տեսակ, որ ունեցել է հանդիպումներ առհասարակ տարբեր երկրների ղեկավարների հետ, որոնց շեշտադրումը ուղիղ համընկնում է Հայաստանի Հանրապետության պաշտոնական շեշտադրումներին, դրանք հետեւյալն են, խաղաղության պայմանագրի պետք է կնքվի, պետք է հարգվեն տարածքային ամբողջականությունը երկու երկրների, պետք է մերժվեն ուժի կիրառման որևէ սցենարների հնարավոր զարգացումները եւ պետությունները պետք է կարգավորեն հարաբերությունները, չկա գեթ մեկ երկրի ղեկավար, որը չի համաձայնել կամ չի բարձրաձայնել թեկուզ Ալբանիայում այս մեր դիրքորոշումը, ես կարծում եմ, որ սա ուժեղ ղեկավարի, ուժեղ կեղծվածքով դիվանագիտական ձեռքբերումների մասին է խոսում։ Տիկին Ղազարյան հետաքրքիր է, որ խաղաղության պայմանագրի մասով եւ առհասարակ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման իմաստով հաճախ ակնկալիքները ավելի շատ արևմուտքից են։ Այս իմաստով արդյոք արևմուտքից ակնկալիքները, այսպես ասած, արդարացված են կամ այդքան ակնկալիքներ ունենալը արդարացի է այն դեպքում, երբ օրինակ օրերս այստեղ պաշտոնական այցով Սերգեյ Լավրովն էր, որը արևմուտքի համար ոչ այնքան հաճելի նաեւ հայտարարություններ արեց Ուկրաինայի մասով եւ ամենատարբեր հայտարարություններ խոսվեց նաեւ Սյունիքում հյուպատոսություն բացելու մասին։ Արդյոք այս երկու իրողությունները, այսպես ասած, չեն հակասում իրար։ Նախ եկեք արձանագրենք, որ խաղաղության բանակցային գործընթացում երկու պետություններն է, որ պետք է ջանք եւ երանգ ներդնեն եւ մենք այդպես գործում ենք, այսինքն ես կարծում եմ, որ օրվա ավարտին տարածաշրջանում մնում ենք երկուսս էլ եւ Ադրբեջանը պետք է գիտակցի, որ առհասարակ խաղաղությունը եւ տարածաշրջանում ստաբիլությունը կնպաստի նաեւ տարածաշրջանային բոլոր երկրների զարգացմանը եւ
եւ սա է մեր հիմնական ուղերձը։ Ինչ վերաբերում է այլ պետությունների ազդեցությանը, ես պետք է ասեմ, որ մեզ հարթակ տրամադրել են եւ երբեք սեփական օրակարգով ներկա չեն գտնվել բանակցություններում մի քանի առանցքային պետություններ։ Այս իմաստով ուշագրավ է նաեւ պետքարտուղար Մարկ Ռուբիոյի վերջերս արած հայտարարությունը ուժի կիրառման բացառման մասին վերաբերյալ մեր տարածաշրջանում։ Ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները իրապես ունեցել են բանակցային գործընթացում կարևոր դերակատարություն տրամադրելով պլատֆորմ, հարթակ եւ ուրեմն իրապես որևէ շահ չբերելով այդ բանակցային գործընթացի մեջ։ Բայց ես կարծում եմ, որ կարևոր է, որպեսզի հենց բանակցող կողմերը, այս պարագայում իհարկե Ադրբեջանը, տրամադրվի գործընթացին եւ ցուցաբերի քաղաքական կամք։ Որ դեպքում Ադրբեջանը կտրամադրվի գործընթացին եւ այդ կամքը կցուցաբերի։ Ինչ պայմաններ են պետք, նախապայմաններ կամ ինչ որ մի միջամտություն, ինչ է պետք։ Դե ես կարծում եմ, որ առհասարակ մենք կարող ենք նկատել այդ քաղաքական կամքի մի քանի դրսևորումներ, մասնավորապես Ալմատի հռչակագրի շուրջ կոնսենսուսային դիրքորոշումը, որը ամրագրվել է երկու հիմնարար փաստաթղթերում, եւ այս բանակցային առհասարակ գործընթացում ինձ թվում է մարդկանց ուշադրությունից վրիպեց նաեւ այն հանգամանքը, որ վարչապետի առաջարկը հրադադարի ռեժիմի խախտման մեխանիզմների ներդրման մասով մասնակի գործել է, նկատի ունեմ, որ Ադրբեջանը տրամադրել է, այսինքն դիվանագիտական խողովակներով որևէ գործընթաց տեղի է ունեցել եւ ես կարծում եմ սա լավ ազդակ է եւ խոսում են նրա մասին, որ կողմերը այնուամենայնիվ զգուշորեն գնում են դեպի լավատես սցենարի զարգացում։ Իսկ բարբերաբար, երբ որ դաշտ է նետվում այն խոսույթը, այն է միջանցք տրամադրելու մասին, իրենց բառերով ասած Զանգեզուրի միջանցքը, սա ինչ միտում ունի, այսինքն իրենք տակ են պահում այդ թեման ամեն դեպքում, մի կողմից բանակցում են խաղաղության համար, մյուս կողմից այդ հավակնությունները ամեն դեպքում չեն վերջանում, նաև ընդդիմություն է այդ իմաստով բարբերաբար կհիշեք, ասում են, որ տալու են, այո, այդ միջանցքը տալու են։ Դե տարբեր մակարդակներում այս խոսույթը առկա է ադրբեջանական նարատիվներում, բայց ես ուզում եմ մեր քաղաքացիների ուշադրություն հրավիրել հետևյալ հանգամանքի վրա, որ թե աշխատակարգում սահմանազատման եւ սահմանագծման եւ թե խաղաղության պայմանագրում չկա որևէ կետ, որը կենթադրի Հայաստանի Հանրապետության կողմից որևէ սուվերեն միջանցքի տրամադրում ադրբեջանական կողմին, ասեմ ավելին, Հայաստանն առաջարկել է լուծում, ապա շրջափակման եւ մենք պնդում ենք հենց այդ լուծման ուղղությամբ եւ մեր քաղաքացիներին առհասարակ առաջարկում եմ կենտրոնանալ հենց այն փաստաթղթերի վրա, որոնք առկա են հայ-ադրբեջանական ուրեմն այս պահին հարաբերություններում եւ չփորձել եւ չակնկալել, որ հայկական կողմը կներգրավի որևէ աղմուկի մեջ։ Տիկին Ղազարյան, ինչպես պետք է նաև հանրությանը ապացուցեք, միգուցե մատուցեք այն ինֆորմացիան, որ նույն խաղաղության պայմանագիրը պետք է կամ շահեկան է հայկական կողմի համար, այն դեպքում, երբ դուք էլ խոսեցիք աղմուկից, այդ աղմուկը այնքան մեծ է, ընդդիմադիր շրջանակները, նույն խորհրդարանական ընդդիմությունը պարբերաբար պնդում են, որ դա ոչ մի կերպ չի բխում Հայաստանի շահերից, մեկն ասում է դա կապիտուլյացիա է, մյուսը կրկնակապիտուլյացիա է, Ռոբերտ Քոչարյանն էլ իր ասուլիսում անդրադարձավ դրան, ասաց, որ այդ խաղաղության փաստաթուղթ չի, դա Նիկոլ Փաշինյանը իր երեսը փրկելու համար ուզում է մի փաստաթուղթ ստանալ պարզապես, դա Նիկոլ Փաշինյանի մասին փաստաթուղթ է, այլ ոչ թե արժանապատիվ խաղաղություն։ Ընդդիմությունը խոսում է արժանապատիվ խաղաղությունից։ Ինչ ասել է արժանապատիվ խաղաղություն եւ ինչպես պետք է հանրությանը համոզել, մատուցել այն իրողությունը, որ խաղաղության այս պայմանագրի կետերը բխում են Հայաստանի Հանրապետության շահերից։ Առհասարակ ուսանողների հանդիպանի ես հաճախ նկատում եմ, թե որքան դեմոնիզացված է խաղաղության պայմանագիրը եւ առհասարակ խաղաղության գործընթացը եւ ես կարծում եմ, որ այս դեմոնիզացման գործընթացը նոր չէ սկսել, առհասարակ ականատես ենք եղել, թե ինչպես են բանակցային գործընթացը խեղաթյուրում ներսում դրսում տարբեր բաներ բանակցելով եւ հիմա էլ փորձում են նույն ուրեմն դեմոնիզացիայի ենթարկեն խաղաղության պայմանագիրը։ Ես վստահեցնում եմ մեր քաղաքացիներին, որ իրենք եւ որ խաղաղության պայմանագիրը հրապարակվի, իրենք կզգան, որ ծանոթ են եղել գրեթե բոլոր հոդվածներին, խաղաղության պայմանագիրը հարաբերությունների կարգավորման, տարածքային ամբողջականության ճանաչման մասին է եւ չի հատում որևէ կարմիր գիծ, այն հակասահմանադրական չէ, այսինքն չի ենթադրում Հայաստանի սուվերեն տարածքից որևէ բանի զիջում եւ ես կարծում եմ, որ չկա որևէ հարց, խնդիր, պատճառ, ինչու Հայաստանի Հանրապետությունը օր առաջ պետք է այն ստորագրի։